և սիրտս ցնդաց անհուն հրճվանքից, երկինքը ժպտաց, արևը փայլեց, հոգիս ջերմությամբ արթնացավ քնից։ Ես ինձ զգացի լեռան պես հզոր, կանգնած մեծ կյանքի անհայտի ափին, սիրտս բաբախեց ամպիշ առաջով, թվաց կարող եմ աշխարհը փոխել։ Ու հարց տվեցի հանկարծ ինքս ինձ, թե երբ լրացավ մեր 3 տարին, դեռ նոր հանդիպած, իրար նոր գտած, հասանք մենք լեռան բարձր կատարին։ Ժամփաբաժանն ենք այսօր հատելու, հիշելու սիրով մեր անցյալն անդարձ, իրար մենք այսօր շատ ենք սիրելու, որով ու խինդ ենք միմյանց մենք տալու։ Պատմություն կդառնա այսօրն էլ հարկավ, վերջին դաս, վերջին զալ կծուլվեն իրար, կթրջեն, կհալվեն, կդառնան միայն հուշ, կմնան սոսկ վիկաներ, բայց ավելի շուտ քաղցր վերբուշ։ Մի օրում մի տեսակ մեծացանք, երբ այսօր լես մտանք հոշերից, մեր դպրոց, մեր տուն, մեր տանիք, հարազատ ու ջերմ ընտանիք։ Այո, գրկեցիր մեզ հայացքով քոլու, արցունքներ շողացին և քո, և մեր աչքերում, նայեցինք մենք իրար մի տեսակ տխուր, ու հալվեցինք մեկս մյուսի հայացքում։ Խոստովանեցինք լուռ ու անձայն, բառեր, որ չենք ասել իրար երբևէ, իսկ հետո երբերվում լինենք մենք, կարոտով, բարձրաձայն կօրհնենք քեզ գուցե, քեզ, մեր դպրոց, մեր պատմություն, մեր սեր։ Չգիտեմ ուրախ ենք թե տխուր, որ այսօր ավարտում ենք դպրոցը, մեզ սպասում են նոր կյանք, նոր հույսեր, վերելքներ, այլեշներ մասում։ Չգիտեմ որն է ճիշտ, որը սխալ, մեզ թռիչք է անմեջին սպասվում, թող կյանքն ցնցա, բայց խաղաղ, մեր շուրջը նայ մեր հոգիներում։ Գիտեմ, բաժանումը միշտ էլ լինում է ծանր, բայց մենք ուժեղ լինենք, ազնիվ ու բարձր, մեր սիրելի ուսուցիչներ, հավատացեք, վստահ եղեք, ինչ տվել եք մեզ, մենք մեզ այդ սրբորեն կտանենք, որ փոխանցենք որպես թանկագին նվեր, աշխարհի խաղաղություն, մարդկանց սեր։ Կպահենք ձեր պատգամները ազնվության, հավատի և սիրով, ոչ միայն մեր մտքում, մեր հոգում և սրտում է, այլև կդարձնենք այն ամուր վահան, ապագայի հողմերի դեմ կռվելու։ Շնորհակալ ենք մեր ուսուցիչներ, մեր ճանապարհի անխոնջ լուսակիրներ, 3 տարիների ձեր նվիրումն ու սերը կջնջեն մեր բազում սխալները։ Ներեցեք մեզ, ժպիտով հիշեցեք, առողջ և երջանիկ եղեք։ Սիրելի ընկեր Քարամյան, այսօր, երբ եկել է դպրոցին հրաժեշտ պահը, հրաժեշտ տարու պահը, չենք կարող չարտահայտել ձեր նկատմամբ տածած խորին երախտագիտությունն ու հարգանքը։ Շնորհակալ ենք ձեզ մեզ ընձեռած հնարավորությունների համար։ Դուք ձեր օրինակով ապացուցեցիք, որ ավելի քան հնարավոր է աշակերտների հետ հաղորդակցվել անմիջական միջավայրում, ստեղծելով անկաշկանդ շփման, տեսակետների, գաղափարների արտահայտման, փոխադարձ վստահության պայմաններ, միաժամանակ չմոռանալով միմյանց հարգելու և արժևորելու մասին։ Շնորհակալ ենք մեզ ականատեսը և մասնակիցը դարձնելու այն բոլոր գիտակրթական, գեղարվեստական միջոցառումներին, զանազան մրցույթներին, որոնք ձեր առաջնորդությամբ բազմիցս կազմակերպվել են մեր թիվ 112 ավագ դպրոցում։ Եվ այսօր մենք կարող ենք վստահաբար ասել, որ հեռանում ենք թիվ 112 ավագ դպրոցից, զինված ոչ միայն զանազան բնագավառներից տարբեր գիտելիքներով, այլև վեհ, մարդկային արժեքներով օժտված անհատականություններ։ Հեռանում ենք շատ կարճ ժամանակամիջոցում հարազատ դպրոց դարձած այս օջախ վերադառնալու խոստմամբ։ Շնորհակալ ենք ձեզ։ Շնորհակալ ենք ձեզ։ Շնորհակալություն ենք հայտնում մեր ուսմասվարներին, ընկեր Հազարեպետյան, ձեզ։ Ընկեր Շահբազյան, ձեզ։ Միշտ ընկեր Քարամյանի կողքին և ընկեր Քարամյանի հետ։ Ձեր գործն ու ձեր գործունեությունը թեև շատ ծանր է, բայց շատ կարևոր է։ Առողջ և երջանիկ եղեք։ Շնորհակալ ենք ձեզ։ Շնորհակալ ենք բոլորին, ով մեզ հանդիպեց, դպրոց քոշերին, ով մեզ լույս տվեց, ով մեզ հույս տվեց, մեզ ոգևորեց ու մեզ ներշնչեց։ Շնորհակալ ենք, երախտապարտ ենք, ձեզ մեր սիրելի ուսուցիչներ։ Սիրելի Տիկին Քարամյան, ձեր հումորը, մաթեմատիկան, դասրեց փոքր-ինչ փափուկ և քաղցր։ Շնորհակալ ենք ձեզ։ Շնորհակալ ենք, պարոն Բարեյան, ձեզանից սովորեցինք կարգապահություն և պարտաճանաչություն, առողջ և երջանիկ եղեք։ Սիրելի ընկեր Խուդավերդյան, անխոճ աշխատեցիք մեզ հետ հայց պատմության քարոզիներին, թե խստություն, թե սեր տեսանք ձեզնից։ Շնորհակալ ենք ձեզ ձեր հետևողական եռանդի համար։ Շնորհակալ ենք Մարիա Սուրենովնային, ռուսաց լեզվի գեղեցկության բանալին ինձ նա տվեց մեզ, ով առողջ լինի, մենք սիրում ենք։ Մայրական քնչանքով և անշախնդիր նվիրումով և մեր օրը լցեցիք մեծ սիրով։ Մենք ձեզ չենք մոռանա, Մարինա Լևոնովնա։
Շնորհակալ ենք ընկեր Օհանյանին։ Նրա ժպիտը եւ մեղմությունը մեր ճանապարհորդության մղեցին բոլոր օվկիանոսներում եւ հրվանդաններում։ Հարգելի ընկեր Գրիգորյան, բայց ավելի շուտ ընկեր Իշխան, դուք մեզ փոքրիկ փիլիսոփայելու եւ մարդուն որպես հասարակության զարգաց հայտնելու ոգևորություն փոխանցեցիք, երջանիկ եղեք։ Ներքնքուշ, լուսավոր, գեղեցիկ Անի Վարդանյան։ Ձեզ տեսնելով Անիք քաղաքի գերեզգությունը փառք ենք վերապրում։ Ձեզ օրհնություն ու պայծառ ապագա։ Շնորհակալություն ենք հայտնում ընկեր Էլենին իր հոգատարությամբ մեր դասանի կողքին լինելու համար։ Ընկեր Լիանա Գրիգորյանի, ամեն առավոտ մեզ հետ եւ մեր կողքին եք, թող կատարվեն ձեր բոլոր երազանքները։ Ընկեր Զաբել, ընկեր Աննա, ընկեր Զարա եւ ընկեր Լիանա, շնորհակալ ենք ձեզ։ Մեր շատ սիրելի դպրոցի տատիկներ, Հասմիկ, Շասմին եւ Թեման, շնորհակալ ենք ձեզ մեզ ամեն օր սիրելի դիմավորելու եւ ճանապարհելու համար։ Ընկեր Ծատելյան, դուք ձեզնով սեր, ուրախություն եւ ընկերասիրություն եք բերել։ Դուք գործնական ռոմանտիզմի ոչ թե մենթոր, այլ մունետիկ եք։ Երջանիկ եղեք եւ Աստված ձեզ չի մոռանա։ Շնորհակալ եմ նաև մեր շատ սիրելի ընկեր Գոմինյանին, թող առողջ եւ երջանիկ լինի։ Այսօր, երբ կանգնած ենք մեր դպրոցական ուղու սահմանագծի վրա, սրտի թրթիրով եւ խանդավառությամբ ցանկանում ենք մեր երախտագիտության խոսքը հայտնել մեր շատ սիրելի դասղեկ ընկեր Գրիգորյանին։ Շնորհակալություն ձեր նվիրվածության համար։ Ուժ եւ եռանդ ներդնելով դուք զբաղվել եք մեր կրթությամբ եւ դաստիարակությամբ, ջանք չխնայելով մեզ մեր լավագույն տարբերակը վերածելու հարցում։ Շնորհակալ ենք մեզ մշտապես խրախուսելու համար։ Հավատալ մեր ներուժից, ձգտել մեր դառնալու մեր լավագույն տարբերակը մեր սիրելի ընկեր Գրիգորյան։ Շնորհակալ ենք մեզ աջակցելու, դժվար պահին կարիքից լինելու եւ բարի խորհուրդների համար, որոնք կարողակից են դառնալու ամբողջ կյանքի ընթացքում։ Շնորհակալ ենք ձեր հանուն ժողովականության համար։ Հակասությունները մարդկային հարաբերությունների անբաժան մասն են կազմում, որոնք ձեր կարեկից ներողամիտ լինելու շնորհիվ հարթվել գնացել են իրենց հետևից ոչ մի բացասական հետևանք չթողնելով։ Շնորհակալ ենք ձեր մարդասիրությամբ դասանական միջավայրում ներդրնակ մտորված ստեղծելու համար։ Դուք մեզ սովորեցրեցիք մարդկային փոխհարաբերություններում սեփական սկզբունքները հետասելու արվեստին։ Շնորհակալ ենք մեզ առաջնորդելու այս արտադրանքներով համար, դուք մեզ համար ամբողջություն եւ վնասում եք եւ հավաստիացրել, որ ոչ մի բանակայում ենք միայն մեջ։ Շնորհակալ ենք մեր սրտերում հետաքրքրասիրություն, նոր աշխարհներ եւ երևույթներ բացահայտելու ձգտում առաջացնելու համար։ Դուք մեզ սովորեցիք կրթվել եւ անել դա ոչ թե սոսկ որպես պարտականություն, այլ որպես բավականություն եւ ամբողջականություն զգալու Շնորհակալություն մեզ ընկերասիրություն կրթելու համար։ Դուք սովորեցիք, որ ընկերությունը միայն միասին լինելու մեջ չէ, այլ սիրո, ջերմության եւ հարմարություն։ Մեր դասարանը դարձավ մի վայր, որտեղ սովորեցին հարգել եւ օգնել միմյանց։ Ձեր նույն բայց ուժեղ ներկայությունը մեզ ցույց տվեց լինել իսկական ընկեր, միշտ կողքին եւ անբաժան։ Շնորհակալություն մեզ պատասխանատվության զգացման կրթելու համար, որ մեզ սովորեցին, որ պատասխանատվությունը պարզապես նորագիտություն չէ, բայց իր սրտե եւ գիտակցաբար արկած ընտրություն, լինել ազնիվ, հետևողական եւ վստահ։ Մեզ սովորեցիք, որ պատասխանատվությունը սկսվում է ոչ թե խոսքերից, այլ արարքներից, ժամանակին արված քայլերից, փոխադարձ վերաբերմունքից, միշտ մեր կողքին լինելու պատրաստականությունից։
մեզ ոգեշնչեցիք դառնալ մարդիկ, ովքեր պատասխանատու են իրենց գործի, խոսքի ու մի շարք ընտրությունների համար։ Շնորհակալություն մեզ լավատեսություն եւ ապագայի հանդեպ հանդարտը չկորցնելու կարողության սովորեցնելու համար։ Կյանքում կան շատ դժվարություններ, բայց դուք մեզ սովորեցիք հաղթահարել այն պատվով եւ ունենալ ակնկալի հավատ ապագայի հանդեպ։ Դուք մեզ սովորեցրիք քաջություն եւ կամք ունենալ, խոստումներ տալու եւ հետամուտ լինել դրանցի կատարածմանը։ Քանի որ ցանկացած խոստում տրվում է նախ եւ առաջ ինքներս մեզ։ Շնորհակալ ենք ձեզ Աստծո խոսքը առավել հստակ եւ հասանելի դարձնելու համար։ Ձեր օրինակով դուք մեր սրտերում ամրապնդեցիք Աստծո նկատմամբ հավատքի եւ նրա խոսքի հետամուտ լինելու ցանկությունը եւ հարկը։ Շնորհակալ ենք ձեր սրտի մեծության համար, որի մեջ մեզ համար միշտ տեղ կա։ Շնորհակալ ենք ձեր լրության մեջ եղած ըմբռնման եւ խոսքի մեջ եղած ջերմության համար։ Մենք հեռանում ենք մեզ հետ անելով ձեր արքած անմար լուսավորությունն ու անհուն սերը։ Շնորհակալ ենք ձեզ ձեր համար։ Շնորհակալ եմ ձեր յուրաքանչյուր աշակերտի դեկատնով ցուցաբերած անհատական հանդեսման եւ համաչափության Ֆանատը ներկայացնում է այսօր կարծես Ջերմ ժպտում ենք մենք իրար, մեր մեջ հուշեր են իսկ շուրջը տակալացքներ մենք ենք մենք ձեզ ասում ենք մնանք բարով, մեր սիրելի ուսուցիչներ, մեր հարազատ դպրոցենք մեր օրեն ու լուսավոր ապագիներ, մենք ձեզ ասում ենք մնանք բարով, մեր սիրելի ուսուցիչներ, մեր հարազատ դպրոցենք մեր օրեն ու լուսավոր ապագիներ։ Այսօրանից մեր առաջ բացվում են ուրիշ ճամփաներն այսօրվանից յապրատեր կանչում է մեզ նոր այլատեր և սրտերում մեր հիմա ուրիշ հույսեր երազներ կան այսօր հրաժեշտի օր է բայց և տոն մի նոր հանդիպման մենք ձեզ ասում ենք մնանք բարով մեր սիրելի ուսուցիչներ մեր հարազատ դպրոցենք մեր օրեն ու լուսավոր տարիներ մենք ձեզ ասում ենք մնանք բարով մեր սիրելի ուսուցիչներ մեր հարազատ դպրոցենք մեր օրեն ու լուսավոր տարիներ Այսպես չեն ձեռքեր և ուղեր, չարը կպահվի մեր միասնությունից։ Միասին լինենք, անբաժան իրար կարեկից, կհաստատենք թե սեր և թե խաղաղություն։ Թող բոլոր մարդիկ ստերը բաժան այսօր միանան։ Միանանք մենք էլ մեր անցյալով անդերձ։ Միանանք իրար։ Միանանք մեր կարոտներով, մեր լույսուշերով ու երազներով։ Բարի ցանկությամբ, վառ խոստումներով։ Միասին լինենք, միակամ լինենք, միշտ հիշենք իրար, միշտ հասնենք իրար սազանենք, մեկ-մեկ մոլորենք, իրար քիչ անչափ լինենք, վատը մոլորենք։ Սեր տանք աշխարհին, սեր ավելացնենք, մի կաթիչ սեր նովկյանին փոխենք, հավատանք իրար վստահենք, մեր մոլորակը մենք կանգնում պահենք։
Երբ դու դատում ես մարդկանց, քեզ համար ժամանակ չի մնում սիրելու։ Թողնում որ նրանք ովքեր գալիս են քեզ մոտ, գնան դառնալով ավելի լավը եւ երջանիկ։ Սիրիր եւ թող սիրել քեզ համար լինի այնքան բնական, որքան շնչառությունն է։ Ոչինչ մի պահանջիր, ոչինչ մի սպասիր։ Եթե ինչ-որ բան գալիս է քեզ, եղի շնորհակալ։ Եթե ոչինչ չի գալիս, նշանակում է, որ պետք չէ որ այն գա։ Ամենակարևոր դեղը կյանքում սերն է եւ հոգատարությունը։ Բոլորովին պարտադիր չեն մեծագույն գործեր գործել։ Կարելի է գործել փոքր գործեր, բայց մեծագույն սիրով։ Հիասթափվելով մեկ մարդուց մի պատժիր մյուսին։ Բոլոր մարդիկ տարբեր են։ Մի կորցրու քո հավատալու, վստահելու եւ սիրելու ունակությունը։ Աստված մեզ փորձություններ է ուղարկում, որպեսզի մենք հաղթահարելով դրանք ավելի ամրանանք, այլ ոչ թե հուսահատվենք։ Տարածեք սերն ամենուրեք, որտեղ է որտեղ։ Սիրո դեմ բոլոր զենքերն անզոր են, քանզի ամենազոր զենքը հենց ինքը սերն է։ Սիրո դեմ բոլոր գործերը չնչին են, քանզի ամենամեծ գործը հենց ինքը սերն է։ Սիրո դեմ բոլոր խոսքերը տկար են, քանզի ամենավեհ խոսքը հենց ինքը սերն է։ Սիրո դեմ բոլոր զենքերը անզոր են, քանզի ամենամեծ զենքը հենց ինքը
սերն է։ Ես չեմ խնդրում հրաշքներ և տեսիքներ, ես խնդրում եմ ուժ ամեն օրվա համար, ընտելացրու ինձ փոքրիկ քայլերի արվեստին։ Դարձրու ինձ հետևողական և պատրաստական, որպեսզի օրվա միապաղաղության մեջ ճիշտ ժամանակին կանգնեմ բացահայտումների և փորձի առջև, որոնք ինձ կհուզեն։ Սովորեցրում ես լինել այստեղ և հիմա, սովորեցրում ես ճշգրիտ տնօրինել մեր կյանքի ժամանակը, որպեսզի կարողանանք անել այն, ինչ պետք է անել առաջին և ապա երկրորդ հերթին։ Խնդրում եմ քեզնից չափավորություն և զսպվածություն, որպեսզի իմ կյանքի ընթացքում չթրջեմ և չսողամ, այլ կարողանամ ծրագրել իմ օրվա ընթացքում, կարողանամ տեսնել հեղուներն ու բարձունքները։ Օգնին ինձ հասկանալ, որ երազանքները չեն կարող օգնել, ոչ անցյալին և ոչ էլ ապագայի մասին երազանքներին։ Օգնի ինձ լինել այստեղ և հիմա, ընդունել այս րոպեն, որպես ամենակարևոր ու գլխավորը։ Պահպանի ինձ այն միամիտ հավատից, որ այս կյանքում ամեն ինչ պետք է հագ լինի։ Թող ինձ հստակ գիտակցություն, որ դժվարությունները, պարտությունները, ձախողումները և անհաջողությունները միայն կյանքի բնական բաղադրիչ մասն են, որոնց շնորհիվ մենք աճում ենք ու հասունանում ենք։ Հիշեցրու ինձ, որ սիրտը հաճախ վիճում է բանականության հետ։ Անգարժեշտ պահին ուղարկիր ինձ մոտ ինչ-որ մեկին, ով քաջություն կունենա ասելու ինչ ճշմարտությունը, բայց ասել այն սիրելով։ Ես գիտեմ, որ շատ խնդիրներ որոշվում են, երբ ոչինչ չես ձեռնարկում, այդ դեպքում տուր ինձ համբերություն։ Դու գիտես, թե մենք որքան ենք զգում ընկերության կարիք, թույլ տուր արժանի լինել ճակատագրի ամենահրաշալի և քնքուշային բերին։ Դարձրու ինձ մարդ, ունակ թակելու այն դռները, որոնք ամենաներքևում են։ Պահպանիր ինձ այն վախից, որ ես կարողամ ինչ-որ բան բաց տոնել իմ կյանքում։ Տեր, տուր ինձ ոչ թե այն ինչ խնդրում եմ ինձ համար, այլ այն ինչ իսկապես անհրաժեշտ է։ Տուր ինձ կան իրական դարձնելու երազանքներս, ուրախանալով ուրիշին ուրախացնելով։ Տեր Աստված, դու ոչ միայն ինձ, ընկերներիս, այլև մեր հայրենիքին, մեր ազգին, վերընծուվելու ճանապարհ, խաղաղություն, ապրելու և արարելու կարգ և տոկունություն, սիրելու և ուրիշելու։ Տուր ինձ, Տեր, կյանք, դրսևորելու լավագույնը, ինչ կարող եմ անել ողջունս համար։ Պապես մանկություն տարբերելու չստացածս։ Տուր ինձ Տեր ուրախություն անձնական, նոր կյանք, նոր ուղի ընտրելու ճանապարհին։ Եվ խնդրում եք նորից, սովորեցրում ես փոքրիկ քայլերի արվեստը։ Օրը սկսել ենք աղոթքով պիտի ավարտենք։ Թող օրհնված լինի մեր դպրոցը, մեր դասարանը, մեր բոլոր երեխաները, թող բոլորը երջանիկ լինեն։ Թող Աստված ուր էլ գնաք ձեզ հետ լինի։ Ես այնքան ուրախ եմ, իմ աշակերտը։ Այո, մեր շրջանավարտը։
Այսօր տարբեր լոկելների բոլորին եկել են եւ ես ուղղակի նույնիսկ ասում դու իդ դասարանից էլ ասում եք չէ մենք նույն դասարանից չենք։ Դուք հետագից թողով հետո գեր քարանեմ ջան։ Ինչ են ուզում ասել երեխեք ջան։ Ես ձեզ բարի երթ եմ մաղթում։ Աստված թող ձեզ օգնական լինի ու պահապան, բայց միշտ հայոց լեզուն ուրեմն ձեր շուրթերին թող հնչի եւ երբևէ ուր էլ լինեք, ուր էլ գնաք, չմոռանաք ձեր երկիրը, ձեր հողը եւ ձեր լեզուն։ Մոր նման, հիշեք Սիլվա Կապուտիկյանի խոսքերը, թե մորդ անգամ մտքից հանես, քո մայր լեզուն չմոռանաս։ Դուք դրանով եք հայ։ Ես ուզում եմ, որ դուք լավ հայեր լինեք, լավ երկրի քաղաքացիներ լինեք, լավ մասնագետներ լինեք, բայց ամենակարևորը ուզում եմ, որ բոլորդ երջանիկ լինեք։ Խաղաղության մեջ ապրեք, խաղաղ երկրի, կապույտ երկնքի տակ։ Բայց դա մեզնից է կախված։ Հիմա մեր աղոթքը բարձրացնենք առաստված նորից։ Հայր մեր, որ ներքինս ես, Սուրբ Եղիցի անուն քո, եկեցի արքայություն քո, Եղիցին կամ քո, որպես երկինս եւ երկրիս, ըսած մեր հանապազոր, դուր մեզ այսօր, եւ թող մեզ պարտիս մեր, որպես եւ մենք թողունք մերոց պարտապանած, եւ մի տանից մեզի փորձություն, այլ փրկյաց մեզի չարեն, զիքո եւ արքայություն եւ զորություն եւ փառք հավիտյանս ամեն։ Թող Աստված ձեզ հետ լինի եւ դուք չմոռանաք ձեր ընկերներին, ձեր դպրոցը, ձեր ուսուցիչներին։ Աստված ձեզ պահապան։ Ես ինչպես, ես ոնց անցան, ոնց եկան, հեռացան, օրերը դպրոցական, պայուսակ նստարան, ինչ երազեր, ինչ անոջ, թե կատար և թե ուջ, թե հեքիաթ կախարդական, և թե կյանքեր Ախես ոնց է ջերմակեն, իմ դասարտում են ջահել, ու հնչեց զանգեր, ու հնչեց վերջին անգամ, վերջին ծաղիկներով, մի քիչ աչքերով, կարոտելու եմ ես դպրոցն ու բոլորին, բայց ինչ արած մնաք բարով։ Միշտ կմնամ անմոռաց, անբաժան, ուշերը դպրոցական, օրագիր, պահարան, ինչ ուրախեր, ինչ անհոգ, թե ձմեռեր և թե շոգ, թե տանիք էր հայրական, և թե տուն նավիրական, դու նստում էիր կողքից, մանկության ընկերուհից, բայց այսօր արի ու տես, ես կարծես սիրում եմ քեզ, ու հնչեց զանգը հնչեց, ու հնչեց վերջին անգամ, վերջին ծաղիկներով, մի քիչ աչքերով, կարոտելու եմ ես դպրոցն ու բոլորին, բայց ինչ արած մնաք բարով։ Thank you.
դաս եմ տալիս չէ մեկա կապ չունի, որտեղ ես ձեզ հիշում եմ, այս դասարանը այսինք ֆիլտրելով հավաքել է։ Հիշում եք, չէ՞ ձեր ներկայությունը ֆիլտրում էի ու ինձ համար պատմական ոսկը միշտ ամենակարևորներից է դպրոցում, որովհետև պետք է այդպիսի երեխեք սովորեին, որ հետագայում իրանքիվ էի կրթելու սերը։ Ու ես շատ կարոտելու եմ ձեզ։ Այս այն դասարանն է, որ ամեն մեկին կարող են ժամերով բնութագրել ու մենակ դրական խոսքեր ու չշարալելով այդ խոսքեր անել, ասած, որովհետև յուրաքանչյուրի մեջ այնքան մեծ պոտենցիալ, այնքան մեծ սեր, այնպիսի դաստիարակություն ու այնպիսի մի հատ ընկալողականություն եմ ես բացահայտել։ Ինձ համար յուրաքանչյուրը անհատ է ու շատ թանկարժեք։ Բայց այս ամեն ինչի խտացումը, այս ամեն ինչի բացահայտումը ձեր դասերն է։ Եկեք բոլորս Օսլով անենք, որ Գրիգորյան անգին կերպարը դեռ տարիներ իվեր արդեն ես չգիտեմ 30 պատրաստել։ 30 Գրիգորյան անգին հետի անում էր անգիկի հետագից թողով, արժե համակարգը ստեղծող ու ամբողջ կյանք ամրապնդող տեսակա։ Իսկ ես յուրաքանչյուրը մեծ այդ արժե համակարգ կրողն եմ։ Ես հիմա չառանձնացված չեմ առանձնացնել։ Ես առանձնացրել եմ ձեզ միշտ։ Դուք հիմա փորձել եմ այնպես անել, որ ինձ դասարանը չներվածնեմ, ինձ համար շատ թանկարժեք է, շատ սիրելի։ Ու ես ես շատ կարոտել եմ։ Ես կան այս դասարանում երեխեք ու թվում եմ մեծ մասը, որոնց է շարունակվելու է իրական ընկերություն։ Ես փորձել եմ ձեզ հետ միշտ ավելի հավասար լինել ու որևէ ձևով դուք սուբորդինացիան ոնց է չխախտեցիք, որովհետև կամ նորմալ ընտանիքներից էի, կամ ունեիք այնպիսի մի դասխեք, այնպիսի մի մոտեցում, որ երբևէ 3 տարիների ընթացքում որևէ բան չխախտվեց։ Աստված լինի միշտ ձեր հետ, որովհետև ձեր մազը չպակասի, այո սովորել ինձ համար մեկ առաջնային նայել, բայց որպես մամա եմ ասում, լինեք առողջ։ Այնքան երջանիկ լինեք, հայրս միշտ այդ ուղերձը պապայից էր իշտիսը, որ ասում ես ուսում եք երջանիկ լինեն ձեր ծնողները, ասում են այո, ասում են ուրեմն դուք եղեք երջանիկ։ Խնդրում եմ դուք եղեք երջանիկ։ Բաներ կա լսեք, բայց մի լսեք, բաներ կա շրջանցեք։ Մեկ վարկյանում կարող փոխեք բոլորիս կյանքը ու ոչնչացնել եւ ընդհանրապես մեկ վարկյանում կարող բոլորիս երջանկացնել։ Աստված միշտ ձեր հետ ու ես սպասելու եմ։ Այս այն դասարանն է, որոնց ես սպասելու եմ, անհատապես բոլորին։ Գրկում եմ ձեզ։ Ես մի հատ առանձին ասեմ, հա, այդ ժամանակ իրենց դասվել իրենց թողեց, երկու արդեն դասղեկական ուներ, իսկ երրորդը շատ ծանր բան է, որ մարդիկ մի հատ դասղեկություն չեն կարողանում անել, ինքը շատ ծանր գործ է։ 3 դասղեկություն մի կիսանակ կարողացավ այնպես հավաքի ու այնպես այո դասարանը հավաքեց ու սարքեց մի հատ մեծ ամբողջություն։ Ու այսօր ես վայելում եմ ձեզ նաև այդ ամբողջությունն է վայելում, համ անհատները ինձ համար համ այդ ամբողջությունը։ Շնորհակալությունս ու խոնարհումս ձեզ ու ընկեր Գրիգորյան, որ ասում են մանկավարժ, իրական մանկավարժ դուք ինձ համար եք։ Եղեք կակ ու մնալու եք, մենք դեռ երկար ճանապարհ ենք քայլելու իրար հետ։ Ես եմ ձեզ շնորհակալ, որովհետև որևէ ձևով, որևէ ոչ խնդիր, որևէ բան այնպես է կարողացել են սուր անկյունները կլորացնեք բոլորի մոտ, որովհետև իրենց այո դերահասության շրջանն է, դուք շատ լավ եք։ Հիմնական դպրոցը ղեկավարելը ծնողին և ուսուցչին շատ ավելի հեշտ է, քան ավագ դպրոցը, որոնք որ ինքնահաստատման, ինքնաբացահայտման, ինքնադրսևորման ճանապարհ են անցնում։ Ու այդտեղ բոլորը դիմացեք, որ այո դպրոցը շատ մեծ ներդրում ունի, իրանք այդ մի քանի տարի հետո ավելի լավ կհասկանան ու ամենամեծ ներդրում ունի ընկեր Գրիգորյան մանկավարժը, կերպարը, ընկեր Գրիգորյան անունը, որը որ միշտ անգին անունը հենց
ինչքան կարող եք ձեր տվել։ Սիրով եղեք միմյանց հանդեպ, մի մոռացեք եւ ձեր դպրոցի, եւ ձեր ուսուցիչների, եւ ձեր ընկերների։ Երջանկությունը դա բաղանցի սիրով ու հապում եմ որ ձեզ չեմ տեսնելու ամեն օր, բայց վստահ եմ, որ մենք շարունակենք երեք հրապարակություններ բանակցել, որ եթե հնարագետների համար ավելի որ բան արտասոսը, արժին կանոնավոր Սիրելի ծնողներ, շնորհավոր նաև շնորհավոր